2014 թվականը հրեղեն ձիու տարի է, ինչպես հավատացնում են աստղագետները, ձին իր ողջ էությամբ կենսուրախ ու լավատես է, սիրում է տարածություն, մարդաշատ հավաքներ ու զվարճանքներ։ Մենք էլ փորձեցինք պարզել, թե իրականում ինչպիսի կենդանի է ձին եւ ինչ առանձնահատկություններ ունի։ Ասմա էշմնա բզիգնա, եզմնա խոտուգնա, ձին որ մնա, թողուգնա։ Նա որ մչավոր վտը դեմարա որ կարած ոչ գնա, էլ գնալ չիպտի, դինը թավոր կենթանյա։ Ակներեցի Գուրգեն Ղազարյանն 85 տարեկան է, ամբողջ կյանքում ձի է պահել։ Պատմում է, որ երեխա ժամանակ հորից է սովորել ձի պահելու բոլոր նրբությունները։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայրը կռվի դաշտ է գնացել իր հետ տանելով նաև ձիուն։ Նայից հետո դեյս 15 տարեկանի։ Ես որ միայն դաթա արդեն տանդը տեր դես դարա Tehawar zaçti darda ciara. İtin şortin diyemare, itin şort vita arresorel ziuning. Toha Maria mi vietocht hat avel kalib pahat. Mina koratela, mina vete cholachatela, mina pravela. Tentop gnalo vete vierchin nahmi. Այս վերջին ձիու անունը Բուրան է, թորն է այդպես կնքել, բայց թե ինչու հենց Բուրան Գուրգեն պապը չգիտի։ 6 տարեկան Բուրանը 2 ամիս է ինչ ակներում է, նրանից առաջ մեկ այլ սպիտակ ձի են ունեցել, որը շատ ավելի անսանձ է եղել, քան Բուրանը։ Երևի հենց այդ պատճառով էլ սպիտակ ձիու համար անուն ընտրել չեն կարողացել, բայց ասում է ձին իր անհնազանդության բոլորին էր գրավում։ Արտունը որ կաս հանանեցի։ Նրա տղեն ունե այս դին նրաննա։ Բերուտ բերենտի բռնիլ չիտեր։ Կարեն գոչ ծաղ գեղը թոպլերը դեզումը կարեն գոչ բռնենք։ Շատ ուժեղ դիեր, բայց բռնիլ չիտեր, նրա մայնա փոխեց իմ տղեն։ Բուրանն այս հարցում խելոք է, թողնում է, որ բռնեն իրեն։ Նրա խնամքն էլ շատ աշխատանք ու ժամանակ չի պահանջում։ Գուրգեն պապն ասում է, վաղուց է հասկացել, որ ձիու մեջ լավ կողմերն ավելի շատ են, քան մարդկանց մեջ։ Այս կենդանին առանձնանում է իր բարությամբ ու ազատություն է սիրում, նաև շատ աշխատասեր է։ Բայց ենք թողում Անտարում է, շոլերում է կենում, անանից հետո բռնում ենք բերում, փետ ենք բերում, խոտ ենք բերում ձիով։ Այս փետը չի մեր ձիով է բերել, նայ։ Ինչքան որ տրանսպորտ կա, ինչքան որ բան կա, երկի գնացող սամ, նա չամու ձիու ուժա գրած։ Եղի չի ասմա, ետքի չեն ասում 10 իշի ուշ, չիտեն մեզ ասում ես ձիա ուշ, ձին ըթավոր կենթանյա։ Թե ինչպիսի կենդանի է ձին, պապը հեշտությամբ է նկարագրում, իսկ ահա թե ինչպիսին կլինի ձիու տարին խուսափում է պատկերացնել անգամ, քանի որ չի հավատում ոչ աստղագետներին, ոչ էլ նրանց հուշած մտքերին։ Ինքը միայն Աստծուն է հավատում եւ ցանկանում ու մաղթում է, որ 2014 թվականը հրեղեն ձիու տարին հաջող տարի լինի։ Այդ տարի կարաչենք մինիսելա գիտենանք ձիու տարի թե իշի տարի է։ Min ելքի բաննելա չի, բնութին ու ինչ կուզենեն էլ կանի։ Շնհավորել նոր տարին դիուկ տարվա կապակցությամբ, խերով բարող տարիլի, մենակ ցանկանանք երգիրը հաղաղալի պատերազմը չիլի, ոնց ուզ մալի յոլակեր ցանկենքան պատերազմը չիլի։ Մացար էտ եմ ասում այ որդի, լիշտի բասի։ Էմա Պետրոսյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։